Զրուցելու եմ ամենալավ սուշի ներկայացուցչի հետ։ Չորրորդ պարտներս Քզեմբե Աջամուն, որը դերասանուհի Զենդեայի հայրն է։ Կնոջս հետ միշտ կատակով ասում ենք, այնքան գումար որ մենք ենք ծախսում սուշի ռեստորանները, մի օր պետք է սուշի ռեստորան բացվել։ Քավիերը ճիշտ ասեցի, չէ՞։ Մի րոպե։ Քավիար։ Քաղաքը մեզ ընդունեց եւ առաջ գնացինք, այո։ Բայց ես հիշեցի մի օր միտեղ միած այնքան վատ սուշի եմ կերել։ Չէ, happy birthday չենք դնում, բայց մեր աշխատակազմը լավ երգում է։ Քավիար։ Ազգերը մանավանդ, իրանց առաջի անգամն է, որ իրանք սև իկրա են ուտում։ Լուրջ եք ասում։ Հայտնի մարդիկ կան, որ մեր մոտ գալիս են։ Որ հայտնի մարդիկ։ Բասկետբոլիստ Ռոբերտ Հորին, օրինակ, բոքսեր Օսկար Դելահոյան, MMA fighter Chuck Liddell, Արթուր Սարգսյանը, հայ պրոդյուսեր։ Քավիար։ Տվյալ պահին բանակցությունների մեջ ենք Սկոտսդեյլ, Արիզոնայում։ Ես շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ ձեզ հետ եմ զրուցում։ Ավելի լավ է փոքր լոկալ ու ռեալ կլիենտի վրա կենտրոնանաս, քան թե մասսայի վրա։ Ցույց եք տվել ինձ ճանաչում են։ Դե իրանք հայ չեն ազգությամբ։ Բոլոր ռեստորանները Միացյալ Նահանգներում օգտվում են 5-ից 10 դիստրիբյուտորներից, որ ձուկ են ներմուծում։ Հիմա որ գնում եք ձեր մոտ անվճար եք ուտում։ Այո։ Լուրջ։ Պոլիտիկական հավաքույթներ են անում որոշ տեխնացուների համար։ Այն որ ասում եք ուր գնանք, այ գտել եմ ձեզ համար լավ տեղ փասադենը։ Շեֆը արտիստի պես բան է, իրան պետքա տաս ազատություն։ Որոշ հայեր կան, մեր մոտ շատ VIP հաճախորդներ են։ Ձեր քույրը Costco-ում շորերի, ներքնաշորերի դիզայնի հեղինակն է, հա։ Այո։ Որ հակնեք այդ ներքնաշորերը, իմացեք, որ հայ է դիզայները։